Չեմ կարող այդ նյութերի մասին խոսել, որովհետև արգելել են խոսել, չգիտեմ ինչու, չեմ կարող նյութերի մասին խոսել, գործի մասին խոսել։ Դուք մեղադրյալ եք։ Չեմ կարող այդ հարցերին պատասխանել, որովհետև օրենքով, իրենց օրենքով ինձ արգելել են այդ ամեն ինչի մասին խոսել։ Քանի որ քննչականի 2 օր առաջ հաղորդակցություն էր տարածել, մենք ենթադրում ենք, որ հոգևոր ժողովի մասնակիցներն են ներգրավված, ինչպես հասկացանք։ Իմ հասկանալով էլ է այդպես, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն են։ Դուք նոր եք, չէ՞, այդ խորհրդի անդամ։ Դե նոր եմ, թե վաղուց եմ կապ չունի, այո, նոր եմ եւ այստեղ եմ տեսնում։ Ինչպես եք գնահատում ձեր գնահատականը։ Անսովոր իրավիճակն Չեմ կարող գնահատել, այս կառույցին էլ եմ հասկանում, իրենք էլ եմ ուզում հասկանալ, իրենք էլ են ստիպված, ոնց հասկանում եմ, մեր զավակներն են չեմ կարողանում հասկանալ եւ գնահատական տալ այս ամեն ինչը։ Չգիտեմ, երևի իրենք ծառայության մեջ են, երևի դրա համար։ Ով է ստիպում սրբազան։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Այս ճշումները ձեզ ուր կարող են տանել։ Դրա։ Բայց Ճամբար փոխել։ Իհարկե ոչ։ Ինչ անշանակում ճամբար փոխել։ Ուխտադրույժ լինել ինչպես մնացած է։ Ես ուխտ եմ արել, Իշխման Սուրբ Սևանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահի գնով։ Սրբազան մի ճշտում, երբ որ երեք Սրբազանը արդեն Երևի հռչակված Արման Սարյանը դատարան է դիմել իրեն վերականգնելու, այսինքն սա աննախադեպ է այն առումով, որ նման նախադեպ թեմերի առաջնորդը դատի վերականգնվի, այսինքն մեր եկեղեցական հարցերի ձեզ համար, այսինքն ենթադրենք դուք եք թեմի առաջնորդ եք որ։ Ես դատարան չէի տա, որովհետեւ մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդություն ամենայն հայոց հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք եւ հնազանդության ուխտը պահենք, չգիտեմ ով ոնց է մտածում ինչ անում, մեր կարգավիճակը ուխտով է եւ այդ ուխտը մենք ընկել ենք Աստծո հետ եւ Սուրբ Էջմիածնի հետ եւ մեր աշխատանքային պայմանագիր չունեք։ Մեր աշխատանքային պայմանագիր չի, մեր հոգեվոր ծառայությունն է։ Այսինքն թուղթ չկա որը։ Թուղթ կարող է լինել, չլինել եւ ամբողջ պատասխանատվությունը հայոց հայրապետի ձեռքն է եւ նշանակումներն էլ հայոց հայրապետի ձեռքն է։ Լավ, ձեզ մի բան պատմեմ։ Այո, Սյունիքից եմ եկել։ Այսօր են ձեզ ասել որպեսզի Առավոտ շուտ։ Այս թեմայի հետ չեմ խոսել, բայց Սյունյաց թեմը հզոր թեմա, իր ժողովուրդն էլ ուժեղ ժողովուրդ է, հայրենասեր եւ հայրենապաշտպան եւ հավատքով ժողովուրդ է։ Իհարկե ոչ, չեմ հիշում։ Նման բան երևի սա առաջին անգամ։ Սրբազան մի ճշտում, էլի կա տեսակետ, որ Այնամյանի եպիսկոպոսի կարգալուծության հարցը չի կարող վեհապարը միանձնյալ լուծել եւ անհրաժեշտ է եպիսկոպոսատ ժողով։ Եպիսկոպոսատ ժողով չէ, եթե դուք հետ գնաք եւ նայեք, Վազգեն վեհապարի շրջանում եղել են կարգալուծության դեպք եպիսկոպոսի, որը որ Գերագույն հոգևոր ժողովրդի որոշման պատեղ եղել։ Այո, եպիսկոպոսի կարգալուծությունը երբեք եւ սա էլ միանձնյա չի կայացվել։ Ինչպես միանձնյա։ Ժողովով է եղել։ Դուք ժողովը առաջարկել է։ Այո, կարող է առաջարկել, որովհետեւ տեսել է ուխտի խախտում։ Անհնազանդություն։ Մի ճշտում էլ գնդերեցների թեմայով մենք 2 շաբաթ առաջ ահազանգացանք, որ հենց Սյունիքում կորպուսի հրամանատարը հավաքել էր գնդերեցներին բարենորոգման օրակարգին միանալու հորդորով։ Դրա մասին դուք իմացել եք լրատվամիջոցից, մեր քահանաներից մեկն է խոսել, նույն քահանան ինչ որ լրատվամիջոցներին ասել է, նույնը ասել է ինձ։ Եվ Հիմա այդ գնդերից որտեղ է ծառայություն։ Իմ իմանալով խոսակցություններ եղել են այդքանով, ինչքանով որ դուք գիտեք, ես չեմ խոսել կորպուսի հրամանատարի հետ, կամ որևիցե մեկ էլ չեմ խոսել։ Հիմա գնդերից որտեղ է ծառայություն։ Այդ կներեք հարցի պատասխան։ Երբ որ արդեն կազմակերպվել է, որտեղ է սպասավորը։ Չէ, գնդերեց չէ, Տեր Ահարոն քահանան է։ Չէ, գնդերեսները իրենց ծառայության մեջ են, եթե չեմ սխալվում, մեկն էլ շուտով ավարտելու է ծառայությունը։ Հիմա դուք Ավստրիա մեկնելու եք։
Չգիտեմ։ Ձեզ չբացակայելու արգելք կա։ Չգիտեմ։ Սրբազան։ Կընտրեցի, որ այդ հարցերին չանդրադառնամ։ Դա այդ հարցի պատասխանը ես չեմ կարող ձեզ տալ, որովհետև բանակ ունի հոգևոր առաջնորդություն, հոգևոր առաջնորդին սպասավորներին պետք է հարցնեք։ Եթե հարց ունեք Սյունիքի թեմի հետ կապված, խնդրում։ Չէ, Սյունիքի թեմի չէ, բարենորոգման օրակարգի։ Ինչ է բարենորոգում։ Եկեղեցական խնդիրները, որոնք որ կան վեհափառը կամայական որոշումներ են կայացնում։ Երբեք կամայական որոշումներ չեմ տեսել։ Դուք չեք Չեմ տեսել, չեմ բախվել։ Բայց ձեր 10 եպիսկոպոս տեսնում է այդ խնդիրները սրբազան։ Իրենց խնդիրն է։ Իմ աչքերս մեծա չեմ տեսնում։ Շփվեն։ Ա